Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալի այսօրվա դրվագն իսկական հուզական փոթորիկ էր, որտեղ կյանքն ու մահը, կուրությունն ու դառը ճշմարտությունը բախվեցին միմյանց։ Երբեմն ամենաանսպասելի մարդիկ են դառնում մեր փրկիչները, և երբեմն հպարտությունը պետք է լռի հանուն մեկ ուրիշի կյանքի։ Այս րոպեներին հիվանդանոցում տիրում է խեղդող լարվածություն, վերջապես ընթանում է Դավիթի կենսականորեն կարևոր վիրահատությունը։ Ամեն մեկն իր հյուրովի, իր հոգու խորքում է ապրում այս ծանրագույն սպասումը։ Դավիթ պապիկն ու Մանեն, չդիմանալով հիվանդանոցի սառը պատերի ճնշմանը, գնացել են եկեղեցի։ Նրանք ծնկաչոք աղոթում են, որոշելով հիվանդանոց վերադառնալ միայն բարեհաջող ավարտից հետո։ Իսկ Լեոն մնացել է միջանցքում անհանգիստ քայլելով դեսուդեն, սակայն նա մենակ չէ, քիչ անց նրան է միանում Լեան։ Սիրահար զույգը մի կողմ դնելով անցյալի բոլոր արյունոտ վեճերն ու ծնողների մեղքերը, միասին ուսուսի տված լարված սպասում է իրադարձությունների զարգացմանը։ Բայց եկեք վերհիշենք, թե ինչպես հնարավոր դարձավ այս վիրահատությունը։ Սա տեղի ունեցավ բացառապես Հունանի խելամիտ ու զիջող քայլի շնորհիվ։ Իննայի հետ ծանր խոսակցությունից հետո Հունանը վերջապես սթափվում է։ Նա հասկանում է, որ հիմա անիմաստ մեծամտության, հպարտության կամ արհեստական հերոսության ժամանակը չէ։ Պետք է պարզապես ամեն գնով վճարել Դավիթի կյանքի համար, և նա գտնում է իդեալական ելք։ Հունանը $80,000 փոխանցում է ուղիղ հիվանդանոցի հաշվեհամարին, ներկայացնելով դա որպես ֆեդերացիայի կողմից արված վճարում։ Նա այնպես է անում, որ Լեոն պարզապես այլ ելք և մերժելու հնարավորություն չունենա։ Երբ Լեոն իմանում է ճշմարտությունը, նրա երիտասարդ արյունը կրկին եռում է։ Նա պատրաստվում է ընդդիմանալ ու հրաժարվել, բայց այստեղ կրկին միջամտում է Դավիթ պապիկի իմաստությունը։ Նա համոզում է թոռանը խոնարհել հպարտությունը հանուն եղբոր կյանքի, և վիրահատությունը անցնում է չափազանց բարեհաջող, առանց որևէ բարդության։ Բոլորը վերջապես աննկարագրելի ուրախ են ու երջանիկ։ Սակայն մինչ Սարգսյանների կյանքում ծագում է հույսի արևը, Ավոյի և Էռնայի հարաբերություններում պայթում է իսկական ողբերգություն։ Էռնայի աչքերը վերջապես բացվում են։ Նա սարսափով գիտակցում է, որ այսքան ժամանակ Հունանն ու Իննան բացարձակապես ճիշտ են եղել իրենց զգուշացումներում։ Էռնան հասկանում է, որ ինքը կույր է եղել, չնկատելով Ավոյի անմարդկային սուտն ու դավաճանությունը, չտեսնելով նրա իրական հրեշավոր դեմքը։ Ռեստորանում ցասումից խելագարված Էռնան վերցնում է դանակն ու փորձում սպանել իր կյանքը կործանած ամուսնուն, բայց ուժերը չեն ներում։ Նա չի կարողանում ավարտին հասցնել գործն ու խուճապահար փախչում է այնտեղից։ Հոգեկան խորագույն անկման մեջ Էռնան ճանապարհից զանգահարում է Իննային և արցունքների միջից պատմում ողջ ճշմարտությունը։ Չգտնելով ապրելու որևէ իմաստ, նա գնում և կանգնում է բարձր կամրջի եզրին, պատրաստվելով վերջ տալ իր տանջանքներին։ Անդունդն արդեն սպասում էր նրան, բայց ճիշտ վերջին մահացու վայրկյանին հասնում է Իննան և հերոսաբար հետ է քաշում նրան։ Այս դրվագն ուղղակի սրտաճմլիկ էր։ Փրկված և արցունքների մեջ խեղդվող Էռնան գրկում է Իննային և խորապես ներողություն խնդրում այն բոլոր անարդար վիրավորանքների համար, որոնք տարիներ շարունակ հասցրել էր նրան պաշտպանելով անարժան ու ստոր Ավոյին։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, Էռնան կգտնի իր մեջ ուժ շարունակելու կյանքը, և ինչպիսին կլինի Ավոյի պատիժը այսքան քանդված ճակատագրերի համար։ Անպայման գրեք ձեր կարծիքներն ու կանխատեսումները մեկնաբանություններում։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ ձեր տեսակետը։